Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսի և յուրաքանչյուր նոր սերիա էլ ավելի դիտարժան ու էլ ավելի ինտրիգային է դառնում։ Ինչպես երևում է, առաջիկա սերիաներում Հայկի ու Նարեի մասնակցությամբ գեղեցիկ տեսարաններ ենք տեսնելու, քանի որ Հայկը անուղղակի խոստովանեց, որ Նարեի հանդեպ անտարբեր չէ։ Իհարկե դեռ դժվար է ինքն իր համար խոստովանել, որ նա սիրահարված է Նարեին, քանի որ Հայկն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այդ ամենն անընդունելի է, բայց ինչպես ասում են, սրտին չեն հրամայում։ Իհարկե այդ ամենը ցավոտ է Սոնայի համար, քանի որ տարբերություն չկա, եթե Հայկը Սոնային արգելում է, որպեսզի նա հանդիպի Վռամի հետ, բայց ինքը ազատ հանդիպում է Նարեի հետ, այստեղ կա տարբերակված մոտեցում։ Եթե նա պարտադրում է Սոնային, որպեսզի Վռամից հեռու մնա, ապա ինչու հենց ինքը Նարեից հեռու չի մնում, քանի որ Հայկի մոտ զգացմունքներն էլ ավելի են ուժեղանում։ Բայց մինչ այդ հետաքրքիր տեսարաններ են և վերջապես Քաջիկը զանգահարում է Սաքոյին ու ասում, որ Արմոն ինչ-որ բան է մտածել։ Սաքոն շատ լավ հասկանում է, որ նրա ձեռքին կա խաղաքարտ, բայց Արմոյին այդքան էլ հեշտ չի լինի այդ խաղաքարտերն օգտագործել, քանի որ Սաքոն միամիտ չէ ու առաջին անգամը չէ, որ իր ճանապարհից հեռացնում է մարդկանց, ովքեր հանկարծ փորձեն խանգարել իրեն, և Արմոն էլ վերջինը չի լինի։ Դե ինչ, դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք արվել են նկարահանման հրապարակում, չմոռանալով իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, թե ինչ է։ Ինձ այստեղ առաջարկել են, որ ես կարամ ֆուդ բլոգեր դառնամ, բայց ֆուդ բլոգերը փորձելով միսո սուպ, որի մեջ կա տոֆու, սուպը լավն է։ Բաները չէ։ Մեկ թվում է այս պրոբկաները ունեն սկիզբ, բայց չունեն վերջ։ Չնայած դա դրամաբանությունից դուրս են, բայց ասեք Երևանի պրոբկաները դրամաբանությունից դուրս են։ Սիրելիներս մի հատ էլ լավ եմ ասելու, ուրեմն ATV հեռուստաընկերությամբ շատ շուտով սկսում ենք նոր նախագիծ, որտեղ պրոդյուսերներից մեկը իմ լավ ընկերն է, իմ Գեղիշն Սողոմոնյան, ում հետ մենք աշխատում ենք երևի թե 2010 թվականից Գեղիշը որպես պրակտիկանտ օպերատոր էր եկել մեզ մոտ, հետո արդեն դարավ մեր լավագույն օպերատորներից մեկը ու հիմա անչափ ուրախ եմ, որ Եղիշիս նախագիծը շուտով կլինի ATV եթերում, իհարկե այդտեղ իր առանձնահատուկ դերն ունի Վահագը Սիմոնյան ու ես շատ ուրախ եմ, որ կադրում տեսնելու ենք նաև մեր Գուրգենին Սարգսյան ու էլի լիքը սիրված դեմքեր, այնպես որ բաց չթողնեք, հոկտեմբերի 17-ից ATV եթերում շատ հետաքրքիր գժական թույն նախագիծ է գալիս։ Երեխեք, մենք վերջապես հանդիպել ենք, բայց աբսուրդն է, որ story անում ենք հանդիպման վերջի վայրկյանների։ Տուն ա բերել ինձ արդեն։ Հա, ու տանդեմը parking եմ գտել։ Պիկ վայրը, բայց parking եմ գտել։ Այո։ Մի խոսքով լիքը մարդու ականջներ ամռմռացել այսօր։ Ծողիդ ոսկորները լվացել ենք։ Օղ։ Stand up, take my people with me. Together we are going to a brand new home. Far across the river, you hear freedom calling, calling me to answer. Gonna keep on, keep it on. Okay. Ֆիլտրով եմ նկարվում, որովհետև վիճակը ուղղակի տանջված է։ Երեք նկարահանումից հետո հոգնածության պատճառով շատ ուշ եմ քնեմ։ Առավոտն շատ շուտ եմ արթնացել 8-ից կեսը տնից դուրս եմ եկել, որ 9-ին հասնեմ թենիսի։ Հիմա քուրիկին եմ սպասում, բայց երազում եմ գնամ տուն ու քնեմ։ Աչքերս փակվում են։ Եթե ինչ ասում եք ակտիվ եղեի, հնուկ ակտիվ լինեմ, եթե ժամը 5-ից 18-ը ես դեռ նկարահանման եմ։ Բայց նայմա ոնց եմ նկարանում, վրա եմ խնդում։
Ընկերներ, ողջույն բոլորին, ակնոցից մեջ ես էլ եմ երևում, ուզում եմ ասել, որ ես նայում եմ ձեր բոլորիդ վիդեոները, շատ ուշադիր եմ, մամաներն են ակտիվ, փոքրիկները ու տղաները, ինչը որ ինձ համար շատ զարմանալի է, բայց աղջիկներ մի հատ ակտիվացեք, սպասում եմ ձեր սիրուն վիդեոներին, բոլորին հատ նայում եմ, մեկնաբանություններ եմ թողնում, ռեակցիաներ եմ թողնում ու սպասում եմ նոր վիդեոների, մի քանի օր տևելու ընդամենը, սիրուն վիդեոն միասին կընտրենք իմ հետևորդների հետ ու կհրապարակեմ, կհանդիպեմ այդ մարդու հետ, իրան համապատասխան բոքսիկ կնվիրեմ, կընտրեմ, էջ ուսումնասիրելուց հետո ու եթե ուզի իր հետ վիդեոներ կնկարենք, այնպես որ սպասում եմ բոլորիդ վիդեոիկներին, ասեցի մի հատ էսպես էլ հիշեցնեմ։ Ես այսօր համաձայնվել եմ պատրաստել Ինչիկներ Ես հիմա ինձ մեյքափ եմ անում, որովհետև գնում եմ ընկերուց հարսանիքին Բայց խնդիրն է նա, որ ես այնքան ժամանակ չունեմ ընկերուհիներս հետ նորմալ շփվելու, ես չգիտեի, որ առավոտյան պետք է գնամ իրանց տուն Հիմա ինքս եմ մեյքափ անում, որ գնամ իրանց տուն, հետո գալու եմ տուն, լողանամ, մաքրեմ ամբողջ մեյքափը, ամբողջ մազերս, ձևափոխեմ, գնամ մեյքափի ու գնամ ռեստորան Բարապ եմ մնացել, որ երկուրս մազ եմ սարքում, մեյքափ եմ անում, հարսանիք եմ դնում, սիրիկ գալիս եմ Հետո ցույց կտամ երկրորդ լուքս, չէ, չնայած մի րոպե, առաջին լուքս կցույց տամ, հետո երկրորդ մեյքափը ցույց կտամ, հետո երկրորդ լուքս ցույց կտամ։ Մի քիչ խոճուճ, բայց այս թվում հասկացաք։ Ես եմ հարսանիքի կեսից եկել եմ, լողացել եմ, մեյքափս մաքրել եմ, որ գն Չթողեցին ես թողի նկարում։ Հա, մի խոսքով որ գնամ, մազերս սիրուն սարքեն, մնայուն մեյքափ ինձ անեն, որովհետև մեյքափը արդեն հալվել էր իմ վրայից, իմ արած մեյքափը։ Գնամ սիրունանամ ու նորից գնամ հարսանիքի։ Բարի լույս բոլորին, ինչպես հասկացաք, մենք այսօր նկարահանումների ենք եւ գտնվում ենք Սյունիքում, ինչ նկարահանումներ է եւ ինչ ենք այսօր Սյունիքում։ Երևի թե այդ մասին կիմանաք մոտ շաբաթից։ Ուզում եմ ասեմ, որ մեր նկարահանումները դեռ չեն սկսվել, բայց մեր հետ է ինքը Անահիտ Մխիթարյանը։ Անահիտ Մխիթարյանը որոշել է գա նկարահանումների։ Անահիտ, ասա բարի լույս հետևորդներին։ Բարի լույս հետևորդներ։ Լավ որ բոլորիդ այսօր ծանր նկարահանումներ ունենք, հուսով ենք լավ կանցնի։ Գնացինք։